Ադրբեջանի հերթական պահանջը։ Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. հայկական ատոմային էլեկտրակայանը, որը ներկայում Հայաստանում էլեկտրոէներգիայի հիմնական աղբյուրն է, հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս մտահոգություն են հայտնել դրա վիճակի վերաբերյալ տարբեր միջազգային ֆորումներում։ Ժամկետը չի կարող անորոշ ժամանակով երկարաձգվել, ուստի վաղ թե ուշ այն պետք է շահագործումից հանվի։ Սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը բողոքում են միջազգային հարթակներում հայկական ատոմակայանի, Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ։ Նշեմ, որ ատոմակայանը մեր անվտանգության երկու երաշխիքներից մեկն է։ Այս պահին Թուրքիան չի կարող հարձակվել Հայաստանի վրա, քանի որ հայ-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահ զորքերը։ Այդ հարձակումը կնշանակի հարձակում միջուկային տերության Ռուսաստանի վրա։ Երկրորդ երաշխիքը Մեծամորի ատոմակայանն է, որովհետև հարձակվել պետության վրա, որը ունի գործող ատոմակայան, նույնն է, ինչ որ հարձակվել միջուկային տերության վրա։ Եթե հովացման համակարգը անջատվի, այդ ատոմակայանը կդառնա սպառնալիք ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ տարածաշրջանի համար, և Վրաստանի, և Ադրբեջանի, և Թուրքիայի։ Եվ Իլհամ Ալիևը փորձում է կասեցնել այդ երաշխիքը, երկու երաշխիքներից մեկը։ Նա նաև հայտարարել է, որ ադրբեջանական մասնագետները եղել են Հայաստանի տարածքում, զննել են տարածքը և որոշել են, թե էլեկտրասյուները որտեղ պետք է կառուցվեն, և հայտարարել է, որ ատոմակայանի փակումից հետո Հայաստանը խնդիր կունենա, այսօր մենք ունենք հավելյալ էլեկտրաէներգիա, բայց եթե ատոմակայանը փակվի, Հայաստանը կունենա պահանջ, և Ադրբեջանը հայտարարել է, որ այդ պահանջը կարող է Ադրբեջանը լրացնել։ Եվ այսօր ճեպազրույցին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել Իլհամ Ալիևի խոսքերին, համահունչ պաշտպանել Իլհամ Ալիևի խոսքերը, բայց իր տեսանկյունից ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է, որ այսօր մենք ունենք հավելյալ էներգիա, մենք վաճառում ենք էներգիան, Իրան ենք վաճառում ի դեպ, բայց արհեստական բանականության գործարանները եթե շատանան Հայաստանում, մեկը բացվել է Հրազդանում օրերս, եթե շատանան, մենք հաստատ կունենանք պահանջարկ։ Փաստորեն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը հասցնում է Ալիևի ականջներին, որ ես գիտություն եմ ընդունել ձեր հրամանը, ձեր առաջարկը ատոմակայանը փակելու, բայց ես արդեն արդարացումը կգտնեմ, ես կասեմ, որ այդ սյուները պետք են ոչ միայն Ադրբեջանից Նախիջևան, Ադրբեջանից Ադրբեջան, այսպես ասած, էլեկտրաէներգիա հասցնելու, այլ վաղը կարող է մեզ պետք լինեն, և այլն, և այլն։ Նիկոլ Փաշինյանը իր ոճով շարունակում է պաշտպանել ադրբեջանական թեզերը և ադրբեջանական շահերը։ Եվ եթե բանը հասնի նրան, որ ատոմակայանը փակվի, շատ լուրջ խնդիրներ են առաջանալու Հայաստանում։ Ի դեպ, միակ համաշխարհային կառույցը, որը կարող է արգելել ատոմակայանի գործունեությունը, ՄԱԳԱՏԵ-ն է։
Եվ ՄԱԳԱՏԷ-ն նրա մասնագետները վերջերս հետազոտություն են արել եւ հայտարարել են իլուր համայն աշխարհի, որ Մեծամորի ատոմակայանը ամբողջովին անվտանգ է եւ Հայաստանի համար եւ տարածաշրջանի համար։ Եվ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող չարձագանքել Իլհամ Ալիևի խոսքերին, որովհետեւ մենք ցավոք սրտի, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ տանել եւ դարձնել թուրքական աշխարհի մաս, ցավոք սրտի, եւ մենք պետք է կարողանանք գտնել գործիքակազմ կասեցնելու այդ ցանկությունները։ Ադրբեջանի հերթական պահանջը։ Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. հայկական ատոմային էլեկտրոկայանը, որը ներկայում Հայաստանում էլեկտրոէներգիայի հիմնական աղբյուրն է, հնացած է եւ պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս մտահոգություն են հայտնել դրա վիճակի վերաբերյալ տարբեր միջազգային ֆորումներում։ Ժամկետը չի կարող անորոշ ժամանակով երկարաձգվել, ուստի վաղ թե ուշ այն պետք է շահագործումից հանվի։ Սա առաջի դեպքը չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բողոքում են միջազգային հարթակներում հայկական ատոմակայանի, Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ։ Նշեմ, որ ատոմակայանը մեր անվտանգության երկու երաշխիքներից մեկն է։ Այս պահին Թուրքիան չի կարող հարձակվել Հայաստանի վրա, քանի որ հայ-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահ զորքերը։ Այդ հարձակումը կնշանակի հարձակում միջուկային տերության Ռուսաստանի վրա։ Երկրորդ երաշխիքը Մեծամորի ատոմակայանն է, որովհետև հարձակվել պետության վրա, որը ունի գործող ատոմակայան, նույնն է, ինչ որ հարձակվել միջուկային տերության վրա։ Եթե հովացման համակարգը անջատվի, այդ ատոմակայանը կդառնա սպառնալիք ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ տարածաշրջանի համար, եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի։ Եվ Իլհամ Ալիևը փորձում է կասեցնել այդ երաշխիքը, երկու երաշխիքներից մեկը։ Նա նաև հայտարարել է, որ ադրբեջանական մասնագետները եղել են Հայաստանի տարածքում, զննել են տարածքը եւ որոշել են, թե էլեկտրասյուները որտեղ պետք է կառուցվեն եւ հայտարարել է, որ ատոմակայանի փակումից հետո Հայաստանը խնդիր կունենա, այսօր մենք ունենք հավելյալ էլեկտրաէներգիա, բայց եթե ատոմակայանը փակվի, Հայաստանը կունենա պահանջ եւ Ադրբեջանը հայտարարել է, որ այդ պահանջը կարող է Ադրբեջանը լրացնել։ Եվ այսօր ճեպազրույցին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել Իլհամ Ալիևի խոսքերին համահունչ պաշտպանել Իլհամ Ալիևի խոսքերը, բայց իր տեսանկյունից ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է, որ այսօր մենք ունենք հավելյալ էներգիա, մենք վաճառում ենք էներգիան, Իրան ենք վաճառում իդեպ, բայց արհեստական բանականության գործարանները եթե շատանան Հայաստանում, մեկը բացվել է Հրազդանում օրերս, եթե շատանան, մենք հաստատ կունենանք պահանջարկ։ Փաստորեն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը հասցնում է Ալիևի ականջներին, որ ես գիտություն եմ ընդունել ձեր հրամանը, ձեր առաջարկը ատոմակայանը փակելու, բայց ես արդեն արդարացումը կգտնեմ
ես կասեմ, որ այդ սյուները պետք են ոչ միայն Ադրբեջանից Նախիջևան, Ադրբեջանից Ադրբեջան, այսպես ասած, էլեկտրաէներգիա հասցնելու, այլ վաղը կարող է մեզ պետք լինեն եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը իր ոճով շարունակում է պաշտպանել ադրբեջանական թեզերը եւ ադրբեջանական շահերը։ Եվ եթե բանը հասնի նրան, որ ատոմակայանը փակվի, շատ լուրջ խնդիրներ են առաջանալու Հայաստանում։ Ի դեպ, միակ համաշխարհային կառույցը, որը կարող է արգելել ատոմակայանի գործունեությունը, ՄԱԳԱՏԷ-ն է։ Եվ ՄԱԳԱՏԷ-ն, նրա մասնագետները վերջերս հետազոտություն են արել եւ հայտարարել են իլուր համայն աշխարհի, որ Մեծամորի ատոմակայանը ամբողջովին անվտանգ է եւ Հայաստանի համար, եւ տարածաշրջանի համար։ Եվ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող չարձագանքել Իլհամ Ալիևի խոսքերին, որովհետեւ մենք ցավոք սրտի, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ տանել եւ դարձնել թուրքական աշխարհի մաս, ցավոք սրտի, եւ մենք պետք է կարողանանք գտնել գործիքակազմ կասեցնելու այդ ցանկությունները։